Արի, սիրելի հետևորդներ, սա էլ կարտոֆիլ ցանելուց հետո եկել եմ տուն և մի քանի գործեր ու որոշեցի սպաս պատրաստել։ Երևի նկատած կլինեք, որ հաճախակի եմ պատրաստում, որովհետև սիրում եմ։ Լիլիթ, դու ինչ ես սարքել։ Լիլիթն էլ իր համար առանձին ուտելիք էր պատրաստել, ինչ էր սարքել։ Արի մի հատ ռեցեպտն ասա։ Բանան մազուն սիմիաքի։ Արդեն սպասը եռած։ Բայց գիտեք ինչ եմ ուզում անել, այսպես գթալը դնեմ, կիսաբաց անեմ, որ շատ չգոլորշիանա ու էփի։ Այսպես, ինձ թվում է, որ չի թափի։ Սա բանաններն էր, Լիլիթը իրան յոգուրտ սարքեց և ես մի փոքր աղցանք սարքեմ։ Այստեղ գնած կանաչիներն են, բայց սա էլ է նորվա այն սխտորն է։ Հիմա աղցանի մեջ սա կկտրատեմ, այնքան համով է կանաչ սխտորը աղցանի մեջ։ Սա համեմ է, ինքը տնական է, մեր տարածքի համեմն է, մառոլն էլ էր այս անգամ շատ ընտիր, շատ լավ։ Դե ես էլ դաղձը լվացի, ճաշերի, պլավների, ամեն ինչի հետ էլ ուտում եմ, սիրում եմ։ Մառոլը կտրատեմ, տախտակով չեմ կտրատում։ Իհարկե այսքանը չեմ անի մի անգամից, ավելի լավ է թարմը պատրաստեմ, թարմը ուտեմ, քան տենց մնում է, մառոլը համ թարամում է, համը կորցնում է, ինձ հետ համամիտ կլինեք երևի։ Պասն է եռում է, թող եռա, ես տնական համով կանաչիից կլցնեմ մեջը, իհարկե սպասի մեջ նաև սիբեխել են լցնում, մանդակ, դաղձով էլ է շատ համով, շուշան, բազուկ, կարմիր բազուկ չէ, սպիտակ բազուկը։ Մի երկու ճուղ սխտոր համեմի հետ, երկուսն է տնական են։ Ես ինչ հավեսին բույր տարածվեց սխտորն ու տնական համեմը, պատկերացնեք ինչքան համով է այս աղցանը լինելու։ Քիչ ամնում դաղձել լցնեմ մեջը, մի փոքր բարակ եմ կտրատում, որ աղցանին գունեղություն տա, բուլղարական դեղին պղպեղ։ Հիմա ես էլ չգիտեմ ինչ աղցան եմ պատրաստում, սառնարանը բացում եմ, տեսնում եմ աղցանին համապատասխան ինչ բանջարեղեն կա, հետ էլ կտրատում լցնում եմ, չգիտեմ վերջում ինչ կլինի, բայց համեղ է լինում, ասեմ, որ իմացեք, պատահական պատրաստած ամեն ինչն էլ համով է լինում, վարունգել եմ կտրատում, անցած անգամ մեր տեղական վարունգներից վերցրեցի, մի քիչ թանկ էր, բայց ասեմ, որ շատ համով էր։ Մի հատ չմոռանամ, խառնեմ, բացեմ նայեմ սպասը, ոնց է, լոլիկն է
կտրատեմ ու սպասին աղ կարակ դնեմ։ Այսպես, և լոլիկը, ես են ճտով լոլիկներ, ճուտ-ճուտ։ Ոչ շատ կոպիտ է։ Մանր հարկավոր չի կտրեմ։ Սիրելի հետևորդներս, ինչ համով հավեսին աղցան եղավ, գունեղ հավեսին, ինչն է հիմա սրան պակասում։ Աղը առաջնահերթ։ Այսքան բավական է, միայն խառնելուց և համը փորձելուց հետո կավելացնենք։ Բուսայուղ, այդպես։ Մի հատ լավ կխառնեմ, հաստատ թթվասեր չեմ ավելացնելու, այսպես ավելի համեղ է։ Այսպես ավելի համով կլինի։ Եվ որոշեցի մի երկու ճյուղ էլ համ եմ կտրել։ Արդեն ես իմ այդ ամանի չափը գիտեմ, երկու թեյի գթալ աղ, երկու թեյի գթալ աղ սպասին, նորմալ է, կարակ էլ դնեմ, մի կտոր էլ կարակ, ասեցի մեկ երկուս դրեցի։ Դե իհարկե համեմն էլ եփելուց հետո, երբ որ եփած լինի այդ ժամանակ, կկտրատեմ ու կանջատեմ։ Ահա սիրելի հետևորդներս, մոտիկից ցույց տամ այս գունեղ, շքեղ, ոչ այնքան բաղադրիչներով ճոխ հարուստ, բայց միևնույն ժամանակ շատ համեղ աղցան է։ Դուք էլ պատրաստեք, զգացեք գարնան բույրն ու շունչը։ Իսկ այս տնական կանաչիները, որ անկրկնելի համ ու հոտ ունեն։ Ես դրա համար եմ ձգտում իմ հողամասի ամեն ինչը հասցնել, մշակել, որ բոլոր բանջարեղեններից ունենամ այդ իսկական համ ու հոտով բանջարեղեններից։ Սա էլ դաղցը, սա էլ։ Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ դաղցով միայն թեյ են պատրաստում, ոչ, դաղցը քաղեք, կանաչու տեսակի տեղ օգտագործեք, մանավանդ երբ ձու եք խաշում, ձվի մեջ, այդ բրդուճի մեջ դրեք, շատ համեղ է, շատ։ Ես բազմիցս ասել եմ, որ մեզ մոտ վայքում ավանդույթ է, այդ երբ որ դաղցը նոր է դուրս գալիս, մարդիկ կացան վերցում են, օջախ են անում, ձուն հենց դաղցի մոտ խաշում, լվանում, նստում հավեսին, ուտում, խմում են, դաղցի բացումն են նշում, այսպես ասած։ Սիրելի հետևորդներ, որոշեցինք, որ բացի սպասից, աղցանից, նաև մի փոքր փլավ եփեմ։ Փլավը որն է? Այն էլ սպիտակ, բաբչկաներ, ջուրը եռում է, եռացրած ջուր օգտագործեցի,
Իմ երեխաների սիրած կերակուրը։ Մի փոքր աղ ջրին։ Հեսա արագ կլինի։ Արագ։ Եվ ինչքան մնացել է, իդեպ ասեմ, որ այս տուփերով մակարոն լինի, թե գարող, թե ոսպ, բոլորն էլ համով են։ Հեսա արագ ես բաբչկաներն էլ կեփի։ Այստեղ արդեն սպասը եփել է, պատրաստ է եւ կանանչին կտրատեմ ու վերցնենք։ Եվ անջատում եմ։ Իսկական եղանակին համապատասխան։ Ես միշտ անպած օրերին եմ սպասը պատրաստում։ Ահա։ Մերի ցածր արա էլի, բան եմ անում։ Սեղանը պատրաստենք։ Այսպես դաղցը տանում եմ դնեմ։ Ամանով։ Աղցանը նույնպես։ Եվ մարինատ, լոլիկի մարինատ։ Սա միայն լոլիկի է։ Այս սորտի լոլիկներից ես նորից սերմերը ցանել եմ, որ շատ լավ մարինատ է լինում, տոմատ է լինում, համով է, շատ։ Ախորշալի սեղան։ Չգիտեմ, կլցնեմ դու համեմունքը կանես։ Մի րոպե քամը։ Չէ, դի տակա, մի հատ դիրդ է, են տախտակի վրա, ես էլ անջատում։ Դիր վրեն, դիր արի, բերեմ, որ քամեմ, ապուրել եմ, սպասել եմ էպ է։ Քամեցի և անմիջապես լցրեցի ափսեի մեջ, մատուցվող ափսեի մեջ լցրեցի ու մի փոքր էլ ինչա, կարակ կդնեմ։ Արի, ամեն ինչ էլ սարքել եմ համով, մնաց որ նստենք ու ուտենք, ես դանակը դիրն։ Ոյ, մոռացել էի սեպոյի թթուն, մի հատ ափսե որ տաս, դրանից է կլցնենք Լիլիթ ջան։ Մերին սև պղպեղով ա ուտում։ Իմ համեմունքով։ Հեսա մի րոպե տենամուրը։ Պղպեղովը բան։ Էսի տար մերին բան կանի, մի րոպե գտալ դու։ Այնտեղ թազան դրած է։ Խաղել եք։ Հա, անես մերին սև պղպեղ կլցնի։ Սա էլ քո համեմունքը, Լիլիթն է սրանով ա ուտում, տարես էլ դիր, կարակն է թող հալվի, մի հատ հապատ, սեպոյի մարինատել։ Անք է տարդիր սեղանին, Մերիին է կանչենք, Մերի, պատը ծեծենք, տար, բա ուրա,
Մերի։ Հա, Լիլիթ։ Օգնեցիր։ Աղնեդիր, սիրելի հետևորդները, սա էլ մեր համեստ համեղ սեղանը, չէ, Լիլիթ։ Ուտում ենք ու սպաս հետո կուտենք։ Լիլիթն էլ ձևավորում, դասավորում է։ Բա, անձրևն էլ սկսվեց։ Հա, ահա։ Այ, ամենակարևորն ենք մոռացել, Կամպոտ։ Ինչը, կարես նայես ասես, Լիլիթ։ Բասի չասես։ Հաց։ Ճիշտ է, հացը չենք դրել, հացին է տեղանենք, ասենց, նեղանենք, տեղանենք, չէ, միգուցե սեղանը քաշենք ես կոմ, Լիլիթ, որ տեղանենք, ահա, որ ճիշտը սա է, չէ, որ բոլորով էլ տեղավորվենք, հանգիստ մեր հացը ուտենք, ահա, որ տեղավորվենք, հանգիստ մեր հացը ուտենք, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, սիրելի հետևորդներս, սիրելի հետևորդներ, մենք մեր հացը կերանք, հավաքեցինք, ափսեները լվացինք և այսօր ես պետք է վայելեմ իմ հանգիստը, արդեն գործ չունեմ անելու, մի հատ դուրս գանք պատշգամբ նոր։ Ահա, սիրելի հետևորդներս, մեզ մոտ անձրևը սկսվեց և ես ինչու էի շտապում, այդպես ինչու էի շնչակտուր գնում կարտոֆիլ ցանելու։ Ինչու էի շտապում, ինչու էի գնում այդպես հևալով հողամաս, որովհետև մի քանի օր անձրևային էր տվել եղանակը, ինչև կտրվեր, էսյան հողն էլ կոպտանար, քանի որ հազիվ էի փորել և լավ Աստծուն փառք, Աստված իմ կողմից էր, եղանակը անձրև չեկավ այդ ժամանակ, հիմա նոր սկսեց անձրևել, ահա, 4 կողմը մռայլ է, ցուրտ, քամի էլ սկսվեց, ցրտեց ահագին և անցնեմ ներս, ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, թող ձեր գործերին էլ հաջողություն լինի, ոնց որ իմ այսօրվա կարտոֆիլ ցանելու գործին։